Հայաստանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքը համալրվում են նոր դրույթներով, ոլորտի մասնագետներն ու օրենսդիրները կրկին մեկ սեղանի շուրջ են։ Վերջերս ընդունված օրենսդրական փաթեթի բացերը լրացնելու եւ կիրարկման խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային քննարկման նպատակը մեկն է լսել անմիջական շահառուներին, անասնաբուժներին, կացարանների ներկայացուցիչներին ու կինոլոգներին։ Մենք մի մեծ օրենսդրական փաթեթ ենք ընդունել վերջերս, որը շատ կարևոր է ոլորտի համար եւ ամենահիմնական օրենքն է ոլորտը կարգավորող եւ քանի որ բազմաթիվ էին նաեւ առաջարկները, մենք հիմա արդեն նաեւ վերանայում ենք, այսինքն երկրորդ փուլն ենք սկսում աշխատանքների, որովհետեւ ծավալը մեծ էր, իմ գործընկերների արած աշխատանքը շատ կարեւոր է, բայց մենք անընդհատ այդ ոլորտի վերաբերյալ առաջարկներ ենք ստանում, նաեւ մտահոգություններ եւ այս նախագծի նպատակն է արձագանքելու այդ մտահոգություններին։ Խնդիրները լուծելու նպատակով օրենսդրական կարգավորումներ են նախաձեռնել պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Էսթեր Այվազյանն ու Ծովինար Վարդանյանը։ Հեղինակներն առաջարկում են լրացումներ եւ փոփոխություններ կատարել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքում։ Հիմնարար այսպես մեծ փոփոխություններ, ինչպես արդեն ասացի, չի լինի։ Մենք այստեղ առաջարկում ենք հստակ սահմաններ, որ վերարտադրության սահմանափակումը դա բռնելու, ստերջացնելու, պատվաստելու եւ նույն տարածք վերադարձնելու ծրագիրն է։ Օրենքով ամրագրում ենք հասարակական կազմակերպությունների մշտադիտարկում իրականացնելու իրավունքը, լիազորությունները։ Կենդանիների մարտերը արգելված են արդեն օրենքով, բայց մենք առաջարկում ենք նաեւ մասնակցությունը արգելել։ Փորձագետները մատնանշում են, օրենքը թղթի վրա կարևոր է, բայց իրական արդյունքի համար անհրաժեշտ են հստակ ենթաօրենսդրական ակտեր։ Առանց դրանց օրենքի լիարժեք կիրարկումն անհնար է։ Մասնագետները ներկայացրել են նաև տարբեր առաջարկներ, մասնավորապես հանրային կրթության, շների գրանցման, շնաբուծարաններին լիցենզիա տրամադրելու, կենդանիների ներմուծումը վերահսկելու առնչությամբ։ Մեր աշխատանքը չի սահմանափակվում նաև օրենքի ընդունմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ մենք մեծ փաթեթ ընդունել ենք արդեն օրենքի, մենք պետք է ենթաօրենսդրական ակտեր մշակենք, այդ գործընթացին մասնակցենք, վերահսկողական մեր գործառույթներն իրականացնենք որպես պատգամավորներ եւ շարունակենք աջակցել կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, որովհետեւ հիմնական գործառույթներ, այսինքն օրենքի կյանքի կոչելու աշխատանքը հիմնականում իրենցն է։ Օրենսդրական փաթեթն արդեն շրջանառության մեջ է, նախաձեռնողները հույս ունեն, որ հարցը օրակարգում կմնա մինչև վերջնական լուծումը, անկախ նրանից, թե երբ կընդունվի այն, այս թե հաջորդ գումարման ընթացքում։ Ակնհայտ է մեկ բան՝ կենդանիների պաշտպանության ոլորտում օրենսդրական աշխատանքները նոր թափ են հավաքում։